Արդյոք Աստված կարող էր իսկապես մարդ դառնալ։ Անհավանական է թվում, ինչպես կարող էր անսահման, ամենակարող, հավիտենական, տիեզերքի արարիչն ինքն իրեն սահմանափակել արարչագործության մեջ, մարդկային մարմին հագնել, զգալ ցավ ու տառապանք եւ ի վերջո մեռնել խաչի վրա։ Սա անհավանական ճշմարտություն է։ Աստված չմնաց մեզնից հեռու, այլ դարձավ մեզնից մեկը, եւ այդ ճշմարտությունը քրիստոնեական հավատքի առանցքն է։ Նիկեական հանգանակի մոտ 60%-ը նվիրված է մարմնացած Աստծուն, Հիսուս Քրիստոսին, նրա բնույթին ու մարդեղացմանը։ Հավատում ենք մեկ Տեր Հիսուս Քրիստոսի, Աստծո որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն հոր էությունից, Աստված Աստծուց, լույս լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ արարած։ Մարդկային մարմնի մեջ սահմանափակվելով, Աստված ցույց տվեց իր կատարյալ սերը մարդկության հանդեպ։ Իջավ մեր աշխարհ, ապրեց մեր մեջ, կրեց մեր ցավն ու մեղքը, խաչվեց, հարություն առավ եւ բացեց Աստծո հետ հաշտվելու ճանապարհը։ Բայց միթե ուրիշ ճանապարհ չկար փրկության համար։ Ոչ, Աստծուց հեռացած ու հոգևորապես մահացած մարդկությանն արթնացնելու միակ միջոցը Աստծո մարդանալն էր։ Իսկ դու հավատում ես, որ հավիտենական Աստված մարդացավ, որպեսզի մահկանացուները հավիտենական կյանք ունենան։